Թութու լավայի հետ նոր հեռախոսազրույց ունեցա, աղբերս ինձ հիշացրեց, որ ես Աստծուն շատ մոտ մարդ եմ, նես չի որ դրա մասին մոռանում եմ ժողովուրդ ջան, բայց խաղաղությունից դուրս է եկե, ինչքան շատ ես մոտիկանում Աստծուն, այնքան շատ է սատանան քեզ փորձում խաղաղությունից դուրս անի։ Վիդեոյի տեղադրե, որտեղ որ ահավոր ձևով կպնում եմ այն մարդկանց, ովքեր որ իզդիվացիա են եղել դրոշի հետ կապված։ Հարցը դրա մասին չի, այդ ինչ ասում եմ լավ եմ անում, ճիշտ եմ անում, բայց աղբերս ճիշտ ես ասում մեր ջան, ժողովուրդ ջան, սրտանց, Աստվածս թող գիտակցություն բերի բոլոր այն մարդկանց վրա, ում գիտակցությունը խավարածա չարով ու իրան թույլ է տալիս դրոշի հետ կապված վատ բաներ խոսա։ Էր ջան, ճիշտ ես ասում, բռատս, ինչքան Աստծուն մոտիկանում ես, այնքան փորձությունները շատանում է։ Կարամ ջղայնանամ շատ վատ ձևով պատժեմ նման մարդկանց, ովքեր որ իզդիվացիա են լինում, բայց Աստված սերա ու Աստծուն աղոթում եմ, որ գիտակցություն տա նման մարդկանց։ Քանի որ հայ ազգի մեջից են, չեմ կարծում ուրիշ ազգի մեջից լինեն, հայ ազգի մեջից են, Աստված թող օրհնի ձեր գիտակցությունը, որ հասկանաք, այն մարդիկ, ովքեր որ դրոշի հետ կապված չեն հասկանում ու վատ ձևով իզդիվացիա են լինում, գիտակցեք, իմ հայրենակիցներ, Աստծո սերը գիտակցեք ու գիտակցեք, որ դրոշը մեր սրբությունն է։ Էր ջան, ապրես աղբերս, խաղաղությունից դուրս եկած ժամանակ ճիշտ զանգ կատարեցիր ինձ, ճիշտ աղոթք արեցիր իմ համար։ Շնորհակալ եմ քեզանից, ազգս սիրում հարգում եմ բոլորիդ, աղոթեք Աստծուն, գիտակցաբար սիրեք հարգեք իրար ու հպարտացեք մեր դրոշով, որ մենք ունենք այդ դրոշը, որի համար որ հազարավոր, 100 հազարավոր տարիներ շարունակ մարդիկ են նահատակվել։ Խոնարհվում եմ այդ մարդկանց առաջ ու այսօր որ այդ դրոշը ունենք, այդ մարդկանց շնորհքն է։